Պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ որ մեղադրանքի կողմը արդեն գիտի, երբ պետք է հրապարակվի դատական ակտը, մենք այսօր չենք ստացել այդ դատական ակտը, ընդ որում իմ գործընկեր Վարդևանյանը լավ վիճակագրությունը ուսումնասիրել էր, երբևէ նման արագությամբ չէր կայացել որոշում, ինչ կարծիք պետք է հայտնենք, դա խտրական վերաբերմունք առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Եվ պարոն Հակոբյան, ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, որովհետև բոլոր դատականիստերին շեշտվում է հանգամանքը, որ քաղաքական համատեքստ կա եւ քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Այս դեպքում ինչ սպասել օրինակ։ Դե հույսը միշտ վերջինն է մահանում, բայց կոչից էլ հարց հնչեց, դե տեսեք, հիմա դատական պրոցես է, ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կոչ էր, թե կոչ չէր։ Հիմա մեր ձևովը պաշտպանների որն է, բողոքարկել, իրավական գործընթացներ, բարերարի մեր ձևովը որը պետք է լիներ։ Ամեն դեպքում զգուշ եղեք, պարոն։ Ամեն դեպքում զգուշ ենք։ Ինչքան է շարունակվելու այս ձեր Իմ գնահատմամբ դեռ 2-ից 3 ժամ, եթե ոչ ավել։ հետո գնալու է որոշումը։ Հետո առանձին սենյակ է հեռանալու, որոշում կայացնելու։